ջանան, իրար հետ են գնացել գործուղման, ու են լավ են արել գնացել են գործուղման, ու շատ վատ է, որ չեն հետում գործուղման, շատ վատ է, որ մեկ-մեկ գնում են, մեկ-մեկ չեն գնում, ձեր պատգամավորները վախվորած, ասում են գնանք մի հատ հարցնենք, մեզ կթողնեն գնանք գործուղման, թե չեն թողնի գնանք գործուղման, այս ձեր ղեկավար կազմից չգիտեմ, կա, անուններով կարամ ասեմ, անուններով, մեկ գալիս եք մեր վրա, պետության վրա, հանրության վրա, մի վաճառեք ձեր աշխատելու պարտականությունը, դուք պարտավոր եք գնաք գործուղման, Կազախստան չեմ հետում, Ուզբեկստան հետում եմ, ես իշտեղ հետում եմ, Վեննա գալիս եմ, այդ ինչ է, այդ պատվերով համեր գալ, քաղաքական գործնեությունը։ Չէ, ձերոն Գեղամ Մանուկյան ասում է, ես չեմ հետում։ Լավ, խոսանք, եթե ուզում եք դրա մասին խոսել, ես պատրաստ եմ դրա մասին խոսել, նույնիսկ տեսախցիկների առաջ։ Հանգիստ տեղավորվեք այդ փոცხի վրա, հանգիստ նորմալ տեղավորվեք այդ փոცხի վրա, որովհետև այդ փոცხը նույն տեղը բան անելու, վայրեջքա կատարելու, ճշգրիտ նույն տեղը։ Եվ ինչ վերաբերվում է կուսակցությունների մասին օրենքին, որ ասում եք մենք ենք ընդունել, եթե այդ կուսակցությունների մասին օրենքը ձեզ հնարավորություն է տալիս գնալ, փակվել որևէ տեղ, փակվել բառից բուն իմաստով եւ կուսակցական ժողով անել, ուրեմն դա վատ, այսինքն վատ սողանցքներ ա թողել։ Ինչ է նշանակում կուսակցությունը գնա փակվի, կոնսպիրատիվ համաժողով, այդ կուսակցությունն է թե բան, չոր խմբակ, կոնսպիրատիվ չեմ ուզում ասեմ ահաբեկչական։ Պետք է փոխել այդ օրենքը, պետք է արգելել դա։ Ինչ է նշանակում գնալ, փակվել Ծաղկաձորում բան կամ որևէ տեղ, չգիտեմ, մայրաքաղաքից հեռու, որ հանկարծ ոչ մեկ չիմանա եւ այլն, վերջում էլ գալ երկու տող հաղորդագրություն անել, թե այս ընտրվել է, ստեղ էս ո՞նց է ընտրվել, ո՞նց է, ով է ընտրել, ուր է քվեաթերթիկները, ուր է քվեարկությունը։ Արձագանք։ Այս ելույթը կվերցնեք։ Այդ ելույթ չի, հոդվածա, կարդացեք, տեսեք ոնց եկեղեցու դեմ արշավը չեկայի ժամանակ անգամ տապալվել է։ Լուրջ եք ասում, էսա չեկայի մասին եք խոսում։ Հիմա շարունակեմ, մի քանի հարց դրեցիք, բայց մի հարցի չպատասխանեցիք։ Այդ որ գլուխ եք գովում, ՔՊԻ նվիրատուների ցուցակը մի քանի անգամ ասել եք, այդ եթե մենք չբացահայտենք, որտեղից է ժողովուրդը իմանալու։ Սուտ եք ասում, ասեմ ինչի, որովհետև ՔՊ նվիրատուների ցուցակ չի հրապարակել, Ինֆոկոմը հարցում արել, 23 թվին, չեն պատասխանել, ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի ա տվել 23 թվի դեկտեմբերին, ստիպած հաշտություն կնքելուց հետո նոր բան են արել, ժողովուրդը գիտեք որտից է իմացել, Սիվիլետի հետաքննող լրագրողները ու կազմակերպած հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման միջազգային նախագծի շրջանակներում է, որ բացահայտվել է այն բոլոր կեղծ նվիրատվությունները։ Հիմա մեկ է այդ փակվելու հետ կապը, փակվում են դաշնակցականները կամ ուրիշ կուսակցականներ, փոխեք օրենքը գրեք, բոլոր կուսակցությունների ժողովներին Նիկոլ Փաշինյանը կարող է ներկա լինել։ Օրենքը փոխեք, այնքան ինչ է նշանակում, նայեք, 1.5 ժամում համագումար անելը աննորմալություն է։ Այդ քվեարկությունն էլ է հաշվում, այդ բաներ, հա ուղի եթերը ձևի համար էր, մենակ շեֆի ելույթի համար էր, մեկ է ձեր քվեարկության համար։ Լրություն։ Նիկոլ Փաշինյանը 15 թվականին էր կարծում եմ կհիշի, ինքն էլ Ալենե Սիմոնյան, երբ որ ՔՊ նոր ձևավորված էր, մի առիթով ինձ ասեց, որ գիտես ասեց, մեր կանոնագրի կարգապահական մասը դաշնակցությունից ենք վերցրել։ Եթե իմանայի այսօրն էր ասնելու, խնդրեի, որ չվերցնեին, որովհետև լսեք մի րոպե, որովհետև ինչ ժողովրդավարական կուսակցությունում, այդ թվում ու առաջին հերթին դաշնակցությունում երբեք թույլ չի տրվի այլ կարծիք ունեցող կուսակցականի հեռախոսի մեջ փրփրել ոնց որ Նովիկ Աղազարյանի դեպքում է։ Երբեք թույլ չէր տրվի։ Իսկ ինչ վերաբերվում է այդ խաղաղության փաստաթուղթ ձեր կոչվածին, հա ծանոթացել ենք։
ծանոթացել ենք ու բարեբախտաբար ծանոթանալու արդյունքում հիմա ասում են, այն բոլոր կետերում, որ հայկական կողմը առնվազն առաջակաշել, գլխավոր շտաբի քարտեզներ, սահմանում հայլային ետ քաշում, միջազգային կառույցի ներկայություն վեճը հարցերի լուծման համար բոլոր այդ կետերը Ադրբեջանի պահանջով զիջել եք, բա ինչ եք թողել, ոչ մի բան չեք թողել այդ թղթի մեջ, տեսել եք 24 թվին այդ թուղթը, դրա համար էլ արգելեցիք ադրբեջանցիների պահանջով, տեսել ենք այդ թուղթը, տեսել ենք զիջումները, ինչ վերաբերում է Վաշինգտոնի, վերջի վարկյան, առնվազն ձեր կայքի վրա, ասեք այդ սուտը հանեն, Վաշինգտոնի Շնորհակալություն, ելույթ չի սա, ելույթ չի, տարին մի անգամ գալիս եք, ելույթ եք ունենում, տարին մի անգամ եք Պարոն Մանուկյան, տեսեք, դուք ինձ մեղադրեցիք սուտ ասելու մեջ, ես ուզում եմ առիթից օգտվել եւ ձեզ մեղադրել սուտ ասելու մեջ, որովհետեւ եթե ձեր ասածները ճիշտ լիներ, հիմա դուք ասենք այս վերջին 7 տարում 87 անգամ հեղափոխություն անելու կոչ եք արել։ Հիմա Վաշինգտոնի հռչակագրից հետո, այդ խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո, նույնիսկ հուշագրերի հրապարակումից հետո հեղափոխության կոչ չեք, ինչ գործ ունեք խորհրդանում։ Բա ինչ տենց վատա հրապարակային էլ տեքստ է, բոլորը կարդում են։ Հիմա դուք կարիք չունեք, որ կոնսպիրատիվ ինֆորմացիա տալ։ Այն ինչ որ դուք ասում եք, բոլոր մարդիկ գիտեն, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչ եք եկել այս փափուկաթորներին նստել եւ այդ փափուկաթորներից բան եք անում։ Կանգնեք էլ չնստեք, գնացեք, ինչ գործ ունեք բա ստեղ, ինչ գործ ունեք ստեղ բա, այդ տեսակ որ սուտ եք ասում, բա որ այդ ամեն ինչը ճիշտ է, բա ուր են ձեր զանգվածները, ուրա ձեր հեղափոխություն, ոստես թողում եք համակերպվում, եք դուք այդ ամեն ինչի հետ, համակերպվում եք այդ ամեն ինչի հետ, բա ամոթ չի, բա դա, դաշնակ, բա այս ամեն ինչի հետ եկել նստել եք, գործուղնումների եք գնում, չգիտեմ ինչ եք անում, Հա? Արմեն Գևորգյաններ են օրը ԵԽԽՎ-ում Հա, առանց գործուղման հա գնացել Հա Մանուկյան, մենք էլ ենք իրար հետ գնացել Իր հաշվին հա գնացել ԵԽԽՎ Իրար հետ ենք եղել Բա որ այդքան սարսափած դու եկել եք ստեղ նստել, բա ուր են մասաները, Բաղրամյան պողոտայի մանխալները որտեղ են, տարեք դրեք Հա շատ լավ։ Իսկ եկեք Չեկայի եկեղեցու հարաբերություններին չանդրադառնանք, էլի։ Որովհետև ստիպված կլինենք, տենանք տարբերակենք։ Քանի ով ամեն փարաջահակած չի, որ պարտադիր պետքա եկեղեցական լինի։ Կարող է ընդհակառակը չեկիստ է։ Եվ այդ կոնֆլիկտը դրանով է հանգուցալուծվել, ով որ դե չասենք ինչ։ Երկրորդը նվիրատուների ցուցակը